զրուցենք դեմոկրատական այլընտրանք կուսակցության նախագահ Սուրեն Սուրենյանցի հետ։ Պարոն Սուրենյանց, այսօր ազգային ժողովում խորհրդարանական լսումներ են կազմակերպվել Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտնելու վերաբերյալ եւ Հայաստան դաշինքից Իշխան Սաղաթելյանը իր ելույթում շեշտեց, որ միանում են իմպիչմենտին։ Արդյոք այս անգամ դա կլինի վերջնական եւ արդյոք ուշացած չէր սա։ Ես էական տարբերություն Հայաստան դաշինքի նախորդ եւ այս հայտարարությունների մեջ չեմ տեսնում, որովհետեւ այնուամենայնիվ միացումը կհամարվի կայացած փաստ, դիտակ ստորագրվի։ Առանձին բոլոր պատգամավորները, այնուամենայնիվ ես հակված չեմ կարծելու, որ Հայաստան դաշինքը ազնիվ չի իր մղումներում Նիկոլ Փաշինյանին հեռացնելու հարցում։ Գիտեք, իմպիչմենտը մի քանի հարթության վրա պիտի դիտարկել։ Այդ գաղափարը բոլորիս համար ընդունելի է, իսկ կարծում եմ այդտեղ նույնիսկ համազգային կոնսենսուս կա, եւ կառավարությունը ամբողջովին ձախողվել է։ Բայց իմպիչմենտի հնարավորություն կա, եթե համաժողովրդական շարժում լինի։ Հիմա քաղաքական ուժերը բացի քննարկելը, բացի համախոհությունը, բացի պաշտոնանկության իրավաքաղաքական հիմքերը ֆիքսել, այդ կարևոր բանն էլ կարևոր տնային առաջադրանքներ պիտի կատարեն, սա մեկ։ Երկրորդը, իմպիչմենտը չպետք է դիտարկենք որպես նպատակ։ Դա քաղաքական պայքարի գործիքներից մեկն է, հետկապես ինքը բազմաշերտ մի գործընթաց է, որտեղ բազմաթիվ բաներ կարող են դիմությունը շահել, նույնիսկ անկախ վերջնարարությունից։ Նոր հարթակներ, նոր օրակարգեր, նոր մարդիկ, նոր իդեաներ, այսինքն հնարավորություններ կա թույլատնելու իշխանությունը օրակարգը վերցնելու։ Երրորդը իմպիչմենտը երբեք հակադրության մեջ չպիտի դնել ընտրությունների գաղափարի հետ, որովհետև կրկնում եմ, երկուսն էլ գործիքներ են, որոնց միջոցով սպասարկում ենք կամ մտադիր ենք սպասարկել Նիկոլ Փաշինյանի հեռացումը։ Շնորհակալ եմ, պարոն Սուրենյանց։